Ցանկանամ ուտել լավ օրերն լավ բխունշան ու իման այսօր իրավունք չունիմ այսօր բանով նշանով բան էլի դզի կարելի է Amcam, evet. Doğru nasıl çizdi? Ben göster. Can I ask you a few questions from Swedish media? I think after finishing. Okay, very good. Thank you so much. Rasmus Kandak. Nice. Nice to meet you. Mana tamam. What can I take for Ravi? Was not allowed, but pictures were okay.
Լավ եք։ Մենք լավ ենք։ Հաջողություն ձեզ։ Հուսանք ստացվի։ Բոլորիս։ Հա, լսում եմ։ Պարոն Վարդապետյան, ինչ մտքերով կատարեցիք ընտրությունը, հանուն ինչպիսի Հայաստանի։ Հանուն
մեծ փոփոխության մեր երկրում ու վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր, ոչ թե հակադրություններով մեզ զբաղացնենք, բոլորս իրար կյանքը դժվարացնենք, նաեւ այնպես ուժեղ երկիր, որ մենք վաղը մյուս օրը, մյուս սերունդները ել ավելի ուժեղացնեն եւ ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն։ Այսինքն, այս դասարանը փոխենք դրա համար։ Ու նաեւ ուզում եմ դիմեմ մեր բոլոր հայրենակիցներին։ Շուտ այսօր խնդրում եմ բոլորին 10 րոպեեր ընդամենը։ Գնացեք ընտրության 10 րոպե։ Արագ եկանք, անձնակիրը վերցնում ես, գալիս ես, ինչքան հնարավոր շուտ, օրվա վերջ մի թողեք, որ հանկարծ ինչ-որ բան չուշանաք, գնացեք ընտրության, բերեք մեծ փոփոխություն մեր բոլոր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ բոլորից։ Լավ օր ձեզ։ Mr. Karapetyan, Yes. do you consider the elections free and fair? Elections, it's already almost like 30 minutes that had started, so we'll look how it will go on, and we'll answer to your question at the end of the day, sir. Very good. Thanks. What do you say about the allegations of Russian interference in your party? There is no any allegation. There is no any allegation in our party, and there is a big depth. Are there any allegations with civil contract and Turkey? We must check it. Thank you. Thank you. Մենք գիտենք, որ վերջին երկու ընտրություններին 2018 եւ 2021 թվականներին ամենացածր ընտրական ակտիվությունն է գրանցվել անկախ Հայաստանի Հանրապետության պետության ընթացքում։ Ինչ կարող եք ասել այն քաղաքացիներին, ովքեր չեն կողմնորոշվել կամ անտարբեր են ընտրական այս գործընթացին։ Եթե մեր քաղաքացիները չեն ժամանակ չեն տրամադրում, որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձև։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես, 5 տարվա քո ճակատագիրը ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10 րոպե, 15 րոպե, ոչ մի դժվարություն։ Գալիս ես, մտնում ես, դուրս ես գալի։ Առանց դրա համար մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի։ Այսօր բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։ Մասնակցեք ընտրության, մինչև այս եղած բոլոր քայլերից դուք հետևություններ արեք եւ մասնակցեք, սիրելի հայրենակիցներ, 10-15 րոպե։ Եվս մեկ հարց։ Պարոն Կարապետյան, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, եկած մեր հայրենակիցներին, որոնք զինապարտության տարիքի են, թույլ չեն տալու դուրս գալ Հայաստանից եւ ուղարկել են վարժական հավաքների։ Ձեզ ինչ է հայտնի այս մասը։ Դա ուղղակի տեղեկատվական ինչ որ հնարքներ են կիրառում, որպեսզի մարդկանց մասնակցությունը ընտրություններին նվազեցնեն։ Բոլոր Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն ընտրություններին մասնակցեն, դա իրենց համանդրական իրավունքն է, ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտի։ Իշխանությունը ուզում է այնպես անի, որ քիչ մարդ մասնակցի ընտրություններին։ Երբ որ մեր բոլոր հայրենակիցները մեծ մասը մասնակցեն ընտրություններին, դա է լինելու իսկական կամ արտահայտությունը։ Դա եւս մի ապացույց է, որ ցանկանում են, որ քիչ մարդ մասնակցի։ Բոլորս մասնակցենք, մեր կարծիքը հայտնենք եւ այդ ժամանակ տեսնենք մեր ժողովրդի իրական կարծիքը բոլորը կտեսնեն։ Շնորհակալ եմ, ապրեք շատ։ Thank you so much. Good luck. Երկրորդ հարցին։ Ես հասկացա, ուզում եք ասեք, որ ապացույց չկա։ We can ask the second question again. I can translate. Okay. Very nice. How do you comment on the allegations of Russian interference in your party? Դա ուղղակի իշխանության տեղեկատվական հնարքներն է։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ուղիղ ձևով աջակցություն է հայտնել այս իշխանությանը, ինչը խախտում է Հայաստանի ներքին գործերի մեջ եւ մասնակցություն է Հայաստանի ներքին process-ներին։ Արտաքին գործերի նախարար Ֆիդանը։ Մենք
կողմ ենք նրան, որ Հայաստանի ներքին գործերին ոչ մի երկիր չխառնվի, մենք ունենանք ներքին ժողովրդավար ընտրություններ։ Եվ դա է մեր տարածաշրջանի Հայաստանը պատմականորեն ամենաժողովրդավար երկրներից է, եւ մենք ուզում ենք պահել այդ օրակարգը եւ այդ երկրի ստատուսը մինչեւ վերջ։ Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիր։ Շնորհակալ եմ։ Նավո ծամոն մի ծամին նկարվելիս եղավ, բրասել։ Երախան ադուլ ջադուզա։ Արի, շո։ Спасибо. Լավ։